Ողջույն հարգելի ցուլեր, սա ձեր կանխատեսումն է մայիս ամսվա համար։ Տեսնենք ինչ է մեզ բոլորի սպասվելու այս ամիսը։ Սա մեզ ուղղակի օգնող քարտը որպես։ Ես դա դնում եմ մի կողմի վրա։ Երբ որ լարված քարտ կլինի եւ կարիք կլինի մեկնաբանելու կկարողանաք արդյոք այդ լարված պահերը անցնել, այդ ժամանակ նոր կօգտագործեմ։ Եթե բաժանորդագրված չեք, կարող բաժանորդագրվել, սեղմել լայք կոճակը, սեղմել զանգակ կոճակը, որպեսզի բաց չթողնեք հաջորդ կանխատեսումները։ Տեսանյութերը նույնպես իհարկե երկուսը մեկում։ Զանգակ կոճակն է, որ երբ որ ինչ-որ մի բան եմ ես տեղադրում, նա է ձեզ տեղեկացնում։ Դրա համար զանգակ կոճակը որ սեղմենք, ամեն ինչ կգա ձեզ։ Եվ տեսնենք ինչ է սպասվելու։ Ինչ է սպասվելու մայիս ամսին։ Ահա, ինչ է սպասվելու ցուլերին մայիս ամսին։ Չգիտես ինչու թարսեր, կող ես դրեցի թարս ընկավ։ Ահա, ինչ-որ մի քարտ կա, որը խոյերի նման էր ընկել։ Ահա։ Եվ սկսենք տեսնենք ինչ է սպասվելու ցուլերին, ընդհանուր առմամբ այսպես որ նայում եմ, լավ է քարտերը, վատ չէ։ Ուղղակի 1-2 քարտ կա, որ այդքան էլ լավ չեն, մնացածը հիանալի են այստեղ, ոչ մի ինչ-որ խնդիրներ չկա այս ամսվա ընթացքում։ Ուրեմն, ինչպես կմտնեք մայիս ամիսը։ Բավականին մայիս ամսում ոնց որ ավելի շատ կձգտեք հասնել ձեր ցանկությանը։ Միգուցե ինչ-որ մի բան է, որը սկսում եք մայիսին, հենց մտնելով մայիս, ձեր ցանկությունները կատարվում են։ Նաև սա օտար երկրի հետ է կապված, նաև սա նորության հետ է կապված, սա աստղային ինչ-որ պահի հետ է կապված, որ մարդը ավելի ճանաչված կարող է լինել, հեղինակավոր կարող է լինել, ավելի հեղինակությունը բարձրանա այս ընթացքում, այդ ամսվա ընթացքում։ Նաև ճակատագրական որևիցե քայլ է սա, որևիցե պահեր են սրանք, որ կան այդ ամսվա ընթացքում։ Գումար կստանաք այս ամիս, նաև գումարել դուք էլ կուղարկեք, ոմանք գումարը կծախսեն մեքենա ձեռք բերելու համար, տրանսպորտի, ճանապարհների վրա, ինչ որ տեղ եք գնում եւ այդ ժամանակ պետք է վճարեք։ Ես որպես ցուլ ասեմ, որ ես գնում եմ եւ ես ճանապարհների վրա գումար եմ ծախսելու։ Միայն դա կարող եմ ասել, այստեղ շատ բաներ է ինձ հետ համապատասխանում։ Մնացածը դե ամիսը ցույց կտա, բայց ինչու որ կա, դա ասում եմ։ Դե կարող եք տրանսպորտի միջոց գնել, նաև յուրաքանչյուր տրանսպորտի միջոց դուք կարող եք գնել, նաև վաճառել եւ այդտեղից գումարը կա, ինչ-որ տրանսպորտի միջոց։ Գնաք գործուղման, այդպես գումար շահեք, ըստ գործուղման գնալուց։ Նաև Բայց գումար կմտնի տուն համենայն դեպս, նաև դուրս կգա։ Ընդհանրապես այս քարտ ավելի շատ մտնում է տուն, քան դուրս է գալիս, բայց ուղղակի մարդը ծախս է անում ավելի շատ ճանապարհներին, միգուցե բենզինի վրա, միգուցե այստեղ այնտեղ գնալուց, ինչ-որ փոքր-փոքր ծախսեր են եւ հետո երևում է, որ ինչքան մեծ է դա։ Նաև ձեր քույրը կամ եղբայրը կարող են ամուսնանալ այս ամիս, չնայած մայիսը ամուսնության ամիս չէ, բայց կարող է պատրաստվում են եւ դուք իրենց եք օգնում, որպեսզի պատրաստվեն։ Նաև կարող եք այդ ժամանակ
ձեր շրջապատից ոչ մեկից ստանալ հարսանիքի հրավեր, եւ ձեր շրջապատում կարող ինչ-որ մեկը սիրահարված է ձեզ կամ շատ է ուզում ձեզ հետ ամուսնանալ եւ ձեզ ինչ-որ առաջարկ է անում։ Դե կամ գիտեք կարող է նաեւ լինել, եթե մեծ եք արդեն կարող է լինել ոչ թե քուրը, այլ քրոջ երեխաները, այդպես, եղբոր երեխաները։ Գուցե իրենք են պատրաստվում ամուսնանալ, այդպես իմանում եք այդ մասին։ Նաեւ ավելի շատ իրենց հետ կշփվեք այս ամսվա ընթացքում ձեր շրջապատի մարդկանց հետ, միգուցե նոր շրջապատ եք մտնում, որտեղ որ բոլորդ նույնն եք մտածում, բոլորդ դա ինչ-որ խումբ է, ոնց որ ինչ-որ գործողների խումբ, հա, բոլորդ գործում եք, բոլորդ հետաքրքրում է դա, հա, ինչ-որ մի տեղ է, որտեղ կմտնեք, որտեղ բոլորդ նույն բաների մասին եք մտածելու, նույն բաների մասին եք խոսելու։ Շրջապատը հիանալի է, շրջապատը ձեզ այնպես կանի, որ դուք իրոք ուրախանաք։ Հենց թեկուզ առիթներ կարող է լինել ձեր շրջապատի տարբեր մարդկանց մոտ եւ գնաք ուրախանալու։ Բնականաբար ձեր առիթն է մայիսը, հենց ձեր ամիսն է, մոռացել շնորհավորում եմ ձեզ հարգելի ծուլեր։ Դե իհարկե խոհերի վերջերն էլ կային, բայց խոհերը այդքան չեն, ինչքան հենց ամբողջությամբ կարելի ասել ձեր ամիսն է այս ամիս։ Այնպես որ հենց իրոք կամ ձեր շրջապատը կգա ձեզ մոտ ուրախանալու կամ գուցե ցուլեր կան հավաքվում եք եւ ուրախանում եք։ Ոմանք կարող են այցելել իրենց այնպիսի տեղեր, որտեղ շատ վաղուց են եղել, միգուցե հիշեք անցյալը, միգուցե վերադառնաք ինչ-որ անցյալի, միգուցե ընտանիքով վերադառնաք անցյալ, կամ օրինակ գնաք այնպիսի տուն, որ մեծացել եք, որը ապրել եք, անցյալի հետ է կապված այդ տունը, իսկ նաեւ ինչ-որ պահեր, որը կարող եք գնալ, մնալ, նաեւ տան անդամների հետ կարող եք խոսել անցյալից, նայել ալբոմները, նաեւ կարող է այն տունը օրինակ կամ գնաք կամ վարձեք կամ ապրեք, որը նախկինում էր եւ հիմա էլի գիտեք, որ վարձով է տրվում եւ այլն եւ դուք հիմա ուզում եք եւս էլի գնաք ապրեք այնտեղ։ Միգուցե խոսակցություն կա, միգուցե ինչ-որ թեմա է տան հետ կապված, որը անցյալում է եւ հիմա այդ ամիս եւս պետք կլինի շոշափել, խոսել այդ մասին, քննարկել։ Երեխաների հետ կապված ինչ-որ մանրուքներ կան, որոնք կամ մանր-մունր հարցեր են, որոնք որ պետք է լուծեք երեխաների հետ կապված, միգուցե մանկապարտեզ, դպրոց ինչ-որ բաներ արել եք, բայց դեռ ոնց որ էլի կա, հա, ինչ-որ մանրուքներ կան, կամ այդ ժամանակ պետք է անեք, ոնց որ արդեն գիտեք ինչպես եք երեխային գրանցելու այս կամ այն տեղը։ Ինչ-որ հարցեր են, որոնք որ պետք է լուծեք։ Ոմանք այստեղ կարող է զույգ երեխա ունենան, զույգ երեխա հղիանան, տղա եւ աղջիկ։ Նաեւ միգուցե մանր-մունր խնդիրներ են երեխաների մոտ եւ դուք պետք է լուծեք իրանց փոխարեն այդ հարցերը, այդ խնդիրները։ Եվ եւս պետք է երեխաների հանդեպ, երեխաների նկատմամբ պետք է շատ ուշադիր լինել յուրաքանչյուր հարցում։ Եվ եթե ինչ-որ փաստաթուղթ պետք է ստորագրեք երեխայի հետ կապված այնտեղ ալիմենտ է կամ չգիտեմ ինչ, եւս էլի պետք է շատ ուշադիր լինեք։ Առողջությունը հիանալի է, ամեն ինչ կարգին է, բացարձակապես ոչ մի խնդիր գոյություն չունի ձեր առողջության հետ կապված, ձեզ հիանալի կզգաք, թեթև, ուրախ, ժպտերես, այդպես, ոչինչ չի խանգարի ձեզ, հա, ձեր որ մայիս ամիս անցկացնեք, ավելի ուրախ, ավելի թեթև, ոչինչ չի կարող ձեզ խանգարել։ Հարաբերությունները մի փոքր կարող է սառնություն լինել, ովքեր որ հարաբերությունների մեջ են այս ամիսը կարող եք զգալ, որ մի փոքր սառն է մեկը մյուսի հանդեպ, միգուցե հեռու եք իրարից դրա համար է, այդպես սառնություն կա, ուղղակի կարող եք զգալ այդպես, մի փոքր ամեն մեկը կմտածի իր աշխատանքի մասին, ամեն մեկը կզբաղվի իր աշխատանքով եւ այդ սիլիբլիների ժամանակ այդքանը չի ունենա։ Նոր ծանոթություն մի քիչ դժվար կարող եմ ասել, որովհետեւ եթե ծանոթություն ուրեմն ոչ այդտեղ կարող գնալ, ինչ-որ պետական հիմնարկություն, ինչ-որ հիվանդանոցային պայմաններ, ուսումնական հաստատություն, այդտեղ կարող եք հանդիպել ինչ-որ մեկի հետ։ Բայց դուք կարող եք հավանել իրան, բայց իր կողմից դեռ սառնություն տեսնել։
Կարող եք ծանոթանալ, շփվել, զգում եք, որ կա ինչ-որ մի բան իր մեջ, բայց դեռ սառն է։ Նույնն էլ հարաբերությունների մեջ է, պետք է չբզբզակ, որովհետև ճիշտ է 1 ամիս է քիչ չի, բայց նայեք նաև ձեր ասցենդենտի եւ լուսնային նշանը միգուցե այնտեղ ավելի ուրիշ բաներ է։ Փաստաթղթային հարցերով կզբաղվեք, ոչ է տղամարդ ձեզ կօգնի, հնարավոր է փաստաբան է, հնարավոր է պետական աշխատող է, կարող եք գնալ, վարկ ձևակերպել եւ այնտեղ այդ տղամարդու հետ անընդհատ առնչվել, միգուցե բիզնես գործընկեր է եւ իրար հետ ինչ-որ բաներ եք ստորագրում, նաեւ սա կարող է լինել ձեր երկրորդ կեսը, ում մոտ ինչ-որ հարցեր առաջանան եւ դուք պետք է աջակցեք իրեն, միգուցե իր մոտ ինչ-որ հարցեր են փաստաթղթերի հետ կապված, ինքն է ուզում վարկ ձևակերպել, իր մոտ է փոփոխություն աշխատանքում եւ այլն, հա, յուրաքանչյուր տեղ սա նաեւ ոմանք կարող են ինտիմ հարաբերությունների մեջ մտնել ոչ է տղամարդու հետ։ Ճամփորդությունը այստեղ ժամանակն է, կարող ինչ-որ ժամանակով եք գնում ճամփորդության, այսինքն հստակ ժամկետով, այսինքն այսքանից, մինչև այսքանը գնում եք ճամփորդելու։ Ու ինչ-որ ֆիքսված, միգուցե 3 օր, միգուցե 5 օր, 10 օր, այդպես ինչ-որ ֆիքսված օր կարող եք գնալ ճամփորդելու։ Նաև ժամանակն է մտածել ճամփորդության մասին, ժամանակն է զբաղվել ուսմամբ, գիտելիքներով, ժամանակն է մտածել դիպլոմ ձեռք բերելու մասին, ժամանակն է նաև մի քիչ հորիզոնները ընդլայնելու մասին մտածել եւ լեզուներ սովորել։ Ժամանակ հատկացրեք օրվա ընթացքում 1 ժամ եւ սկսեք լեզուներ սովորել։ Ճիշտ է, գիտեմ, ժամերը այնքան արագ անցնում, որ նստած հեռախոսիդ մեջ արդեն տեսնում ես 2 ժամ մնացել ես մեջը, բայց ոնց որ ընդհանրապես 10 րոպե էր։ Եվ դրա համար հստակ, որ մարդը ֆիքսված ինչ-որ բաներ անի, կկարողանա տեղավորվել ժամի մեջ։ Դրա համար 1 ժամ կարող եք տրամադրել ձեր ուսմանը, ձեր հոգևոր ուսմանը, ձեր գիտելիքները լավացնելուն։ Ժամանակն է այստեղ, ժամանակ իրոք պետք է հատկացնել։ Եվ իհարկե ժամանակահատվածով այդպես գնաք ինչ-որ ճամփորդելու հետ գաք վերջ։ Աշխատանքին, կարիերային լուրջ չեք վերաբերվում այստեղ, խաղ եք վերածել, ձեր բիզնեսը, ձեր աշխատանքը, մեկ նայում եք, մեկ տիրություն եք անում, մեկ չէ, աշխատանքը, դե հա կա էլի կաշխատեմ, հա աշխատանքը թափած է, կամ չգիտեմ, նման ինչ-որ պահեր կարող են լինել, սա նաև մեկ ակնթարթ ինչ-որ մի բան է, որը կարող է տեղ ունենալ, կամ անսպասելի աշխատանքի ընդունվեք, ովքեր աշխատում են ուշադիր եղեք, որտեղ մեկ ակնթարթ ես չեմ կարող ասել լավն է դա թե վատ։ Նա այստեղ ընդհանուր է եւ լավ ու վատի համար ես չեմ կարող հավելյալ քարտ հանել։ Բայց նամա պետք է հասկանալ, եթե աշխատում եք, ապա հավանականությունը մեծ է։ Համ ինչ-որ կողը պաշտոն են տալիս, փոխում են բաժինը, ինչ-որ մի բան է տեղի ունենում, այսպես շատ անսպասելի։ Նաև աշխատանքի կընդունվեք, միգուցե բիզնես եք ակում անսպասելի որոշում եք բիզնես բացել, այսպես։ Ինչ-որ մի բան, խանութ կամ ինչ-որ մի բան, այսպես շատ հանկարծակի, շատ անսպասելի եւ կարող եք զբաղվել անմիջապես այդ գործունեությամբ։ Ընկերների վրա այս ամիսը հույսը մի դրեք, բացարձակապես ոչ ոք ձեզ չի աջակցի, դուք պետք է յուրաքանչյուր հարցում անեք ամեն ինչը ձեր կամքով, ձեր ցանկությամբ եւ ձեր ուժերով ոչ մի հարցում, հատկապես ընկերների վրա հույս մի դրեք այս ամիս, որովհետեւ իրենք ձեզ համար այս ամիս ամենայն դեպս կամ շատ զբաղված են լինելու, կամ ուղղակի իբրև թե ձեր կողքն են, մի խոսքով, կամ ձեզ կարող են փորձել շեղել իրենք ձեր ճիշտ ուղուց, այն ինչ որ դուք ուզում եք անել, իրենք փորձեն ձեզ շեղեն։ Նա կարող է լինել օրինակ հստակ ոչ է տղամարդ։ Կարող է լինել տղամարդ, ով որ ձեր ընկերների ցանկում է եւ կարող ձեզ շեղել։ Մարդիկ նախանձությունից են շեղում, մարդիկ չհասկանալուց են շեղում, մարդիկ չեն էլ հասկանում, որ ձեզ շեղում են, ուղղակի այն պահը, որ դուք ուրիշ ձև եք մտածում կամ ուրիշ բանի եք հասել, ինքը ոչ, հենց այդ պահը, հենց այդ իր մեջ մի անգամից արտանում է այդ 3 երեսանի պահը եւ նա ձեզ արդեն օգնության փոխարեն մեկ այլ ձևով է օգնում։ Դե համար հույսնայդ մի դրեք։
նույնը արդյունքները։ Կամ այստեղ մի քանի արդյունքներ եք ունենալու ձեր գործունեության մեջ այն ինչ որ անում եք։ Լավ, վատ, միջին, այսպես։ Կամ այսպես ամեն տեղից, եթե ինչ որ տարբեր գործունեություն ունեք ծավալում։ Կամ ուղղակի պետք է ոչ ոքի վրա հույս չդնեք այս ամիս։ Վախեր ունեք, գաղտնիքներ ունեք։ Որովհետև ինչ-որ մի բանը անհայտ է ձեզ համար, ինչպես որ խոյերի մոտ։ Եվ դրա համար դրանից է, որ վախեր ունեք։ Չգիտեք, դիմացը գնաք, ուր եք գնալու։ Դիմացը, որ մարդը չի տեսնում, բնականաբար սկսում է վախենալ։ Կարող է գաղտնի սիրավեպ է, դա եք վախենում։ Այստեղ վախենում եք ճանապարհներից, վախենում եք ինչ-որ մի բանը առաջ տանել։ Միգուցե դեռ գաղտնի եք առաջ տանում, բայց պետք չի վախենալ, հենց սա դա է ասում, որ հատկապես եթե վախենում եք ինչ-որ մի բան առաջ տանել, պետք չի վախենալ, հանգիստ վերցրեք եւ տարեք առաջ յուրաքանչյուր բան։ Մարդիկ եւ կորցնում են եւ գտնում են առաջ գնալու, բայց անում են։ Խելացիները կորցնելուց հետո էլի են շարժվում առաջ, ոչ խելացիները մնում են տեղում, իջնում են հատակ անգամ։ Դրա համար պետք է այստեղ ավելի շատ խելացի լինել եւ գնալ առաջ։ Գնացեք հնարավորինս, միգուցե այստեղ կարող սրա հետ է կապված գումար ստանալու, գումարի հետ կապված, գումար մուտք գործելու, գումար ծախսելու, ուղարկելու, միգուցե վախերը դա են։ Միգուցե թաքուն գումար եք ստանում եւ չեք կարողանում մարդկանց ասել դրա մասին։ Ձեր ընտանիքի անդամներին օրինակ, պես թաքուն պահում եք։ Մավ տունը ցուլունի դա է։ Շատերը կան, իրոք շատերը կան, որ թաքուն գումարներ են ստանում ինչ-որ մի տեղից եւ ոչ ոքին չեն ասում այդ մասին։ Նա կամ մարդիկ ծնողներն են օգնում, կամ ծնողներին էս օգնում, իրանք պահում են եւ ոչ ոքին չեն ասում։ Սպասում են, երբ որ նեղություն լինի տան մեջ, այդ գումարը հանեն, ծախսեն։ Ինչ ասես կարող է լինել։ Դա վախը կարող է լինել նաեւ ճանապարհին, ճանապարհորդելու համար, մեքենա գնելու համար, որովհետեւ վախ կա, որովհետեւ չգիտեք ինչպես է, կամ չգիտեք ինչպես է այդ ճանապարհը։ Բայց պետք չի վախենալ, որովհետեւ ինչ-որ մի բան չեք տեսնում, չգիտեք, այնտեղ ինչ է կատարվում, դրա համար էլ վախ կա։ Խնդիրները միայն կարող են լինել նաեւ եւ ճանապարհորդելու ժամանակ, եւ մեքենայի հետ, եւս էլի պետք է ուշադրություն դարձնեք։ Մարդը եթե քնած չլինի, արթուն լինի եւ կկարողանա յուրաքանչյուր հարցին լուծում տալ։ Մենք կարող ենք նայել խնդիրների հետ կապված, եթե խնդիրներ լինի, դուք կկարողանաք արդյոք այդ խնդիրներից ազատվել։ Եթե չբորբոքվեք, նայեք, բորբոքվում եք ինչ-որ մի հարցի հետ կապված։ Գուցե դա է։ Ինչքան բորբոքվեք, այնքան ինչ-որ մի բան կկորցնեք։ Այ ոնց որ խնդիր է լինում մեքենայի հետ։ Ինչքան է բորբոքվեք, միևնույնն է, դուք ձեր նյարդերն եք քայքայելու եւ այդ հարցին լուծում չեք տալու բնականաբար։ Ի վերջո, հա ինչ որ եթե մարդը հանգիստ լինի, ապա կկարողանա այս հարցին լուծում տալ։ Եթե օրինակ ճանապարհին կամ մեքենայի հետ կապված խնդիր է եւ բորբոքվում եք եւ այստեղ կորցնում եք ձեր ինքնատիրապետումը, բայց հետո ամեն ինչ կկարգավորվի, եթե ուղղակի ամեն ինչին հանգիստ նայեք։ Պետք է հանգիստ նայել եւ ես վախենա, որ ձեզ այդ ամեն ինչը, որտեվ մարդը եթե ինչ-որ մի բանից վախում է կամ ինչ-որ մի բան է մտածում, քաշում է իր կողմ դա։ Այդպես է, կյանքի օրենքն է այդպես։ Եվ ամեն ինչ որ վախենում ես, ինչ որ չես ուզում լինի քո հետ, այդ ամենը կատարվում է քո հետ։ Այսքանը ձեզ համար, ամենայն դեպս ինձ համար այստեղ բոլոր քարտերը հիանալի էին։ Դե ոչ ոք էլ իր ընկերների վրա հույսը չի դնում, արդեն վերջին տարիներին մարդիկ բոլորը հասկացել են, որ պետք չի հույսը դնել ընկերների վրա։ Եվ իհարկե վախերը, որ մարդը էլի եմ ասում, ինչքան քիչ վախենա, այնքան քիչ կբերի իր կյանք որևիցե խնդիրներ։ Այսքանը լավ եղեք, թող որ մայիս ամիսը ձեզ համար լինի ամենահաճելի ու ամենալավ ամիսը։